Համաձայն եք, որ առանց Փաշինյան չկա Հայաստան։ Համաձայն եմ։ Նման պոստեր է տարածվել դուք յուղերից մեկ։ Չէ, առանց Փաշինյան չկա, չէ, ես Փաշինյանին դեմ եմ։ Ինքը իմ համար անձնավորություն չի, ինքը կենթանի է։ Համաձայն եք, որ առանց Փաշինյան չկա Հայաստան։ Եկեք չքաղաքականացնենք ամեն ինչը։ Կարծում եմ բոլորն էլ իրենց տեղն ու իրենց դիրքն ունեն այս երկրում ու բոլորն էլ նպաստում են այս երկրի զարգացմանը։ Հենց Փաշինյանը նույնպես նպաստում է այս երկրի զարգացմանը գյուղերում դպրոցների կառուցմամբ եւ առողջապահության ոլորտի բարեփոխումներով։ Չէ։ Համաձայն չեք։ Նման պոստեր է տարածվել գյուղերից մեկում։ Ձեր կարծիքով ինչու է նման։ Չէ, երևի չէ հումանում, մեկ ստեղ չեք ապրում։ Գյուղերից մեկում նման պաստառ է հայտնվել, որտեղ որ գրված է, որ առանց Փաշինյան չկա Հայաստան։ Երևի չէ, ստենց կա, ինձ թվում է Փաշինյանն է, Վաղրամյանն է, ինչ տարբերություն, Հայաստանը միշտ մնալու է։ Չէ, համաձայն չեմ։ Գյուղերից մեկում նման պոստեր է հայտնվել, որտեղ գրված է չկա Հայաստան առանց Փաշինյանի։ Դուք նման պոստեր լավ էլի։ Խնդրում եմ ինձ ոչ մի բան մի հարցրեք, շատ բաներ ունեմ ասելու, ես թքած ունեմ։ Համաձայն եք, որ առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Չեմ մեկնաբանել։ Առանց Փաշինյանի Հայաստանը կլինի, Փաշինյանով չի լինի։ Հավատակ, ընդհանրապես չեմ ուզում լսեմ էլի կներ։ Նման պոստեր է հայտնվել գյուղերից մեկում։ Դուք նման պոստեր կփակցնեիք ձեր տարածաշրջանում։ Չէ։ Ինչու՞։ Որտեղ համաձայն չեմ, որ ինքը նստի նորից։ Համաձայն եք, որ առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Միանշանակ ոչ։ Նման պոստեր է հայտնվել գյուղերից մեկում։ Դուք սա ձեր տարածաշրջանում կփակցնեիք։ Չհասկացա, ես ինչ է գրած։ Գյուղերից մեկում նման պոստեր է հայտնված։ Չկա Հայաստան առանց Փաշինյան։ Դե տգիտության մակարդակն է, ինչ ասեմ։ Այո։ Նման պոստեր է հայտնվել գյուղերից մեկում։ Դուք սա կփակցնեիք ձեր տարածաշրջանում։ Այո։ Ինչու՞։ Անանք։ Դուք ասում եք, ես համաձայն եմ։ Համաձայն եք, որ առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Չգիտեմ աջան, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բան չեմ հասկանում, էլի անգրագետ մարդ եմ։ Գյուղերից մեկում նման պոստեր է հայտնվել։ Դուք ձեր տարածաշրջանում սա կփակցնեիք։ Չէ, ինչ փակցնեմ։ Ինքով կամ 10 միլիոնանոցի ճակատագիրը մի մարդ պետք է որոշի, ախր մի քիչ լուրջ է վերաբերվեք, էլի խնդրում եմ։ Ես չեմ ուզում ծաղրեմ բանանը, բայց ինքը չկա։ Հիմի ոնց որ ասեմ, ես չելնեմ, ես ով եմ կամ ինքը ով է։ Լավ էլի։ Ասենք ծաղա էլի առաջացնում, հնարավոր է այդպես բան։ Ասեմ ես եմ որ կա, ասենք մուլտիկ կա էլի լսած կլնեք, որ ասում է «Я сам մեկը գլխին ուտում է»։ Չի կարելի, դե չի մանիա հասկացանք էլի, մանիա վելիչայա դրել է ես եմ, հիմի ես էլ ասեմ ես եմ։ Քացով կտանք ասեն դու ով ես։ Համաձայն եք, որ առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Մասամբ։ Գյուղերից մեկում նման պոստեր է հայտնվել։ Դուք սա ձեր տարածաշրջանում կփակցնեիք։ Երազած Հայաստան չկա, Հայաստան առանց Փաշինյան։ Չէ, փակցնի, բայց ինչ-որ չափով համաձայն եմ։ Հաշվի առնելով ներկայիս առկա բոլոր ընտրության հնարավորությունները։ Առանց Փաշինյանի չկա Հայաստան, բայց կարող է թարսած տայք։ Առանց Փաշինյանի Հայաստանը ծաղկելու է։ Նման պոստեր է հայտնվել, ցուցանակ է հայտնվել։ Արդեն ասեք ինչ։ Նման ցուցանակ է հայտնվել գյուղերից մեկում, որտեղ գրված է վերադարձ Հայաստան, չկա Հայաստան առանց Փաշինյանի։ Դուք սա ձեր տարածաշրջանում առանց Փաշինյանի։ Դուք սա ձեր տարածաշրջանում կփակցնեիք։ Չէ։ Համաձայն եք, որ առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Չգիտեմ։ Հավատ, իրոք չեմ կարող պատասխանել։ Նման պաստառ է հայտնվել գյուղերից մեկում։ Դուք սա ձեր տարածաշրջանում կփակցնեիք։ Ինչպես։ Անկես քաղաքականից հեռու եմ, չեմ հասկանում հիշագրված։ Հիմա չկա Հայաստան առանց Փաշինյանի։ Սա կփակցնեիք ձեր տարածաշրջանում։ Չէ, դժվար։ Ինչու՞։ Հայաստանի լինել չինելն է կախված Աստծուց, այդքան է կարամ ասել։ Համաձայն չեմ, առանց իրան կլինի Հայաստան։ Գյուղերից մեկում նման պաստառ է հայտնվել։ Դուք սա ձեր տարածաշրջանում կփակցնեիք։ Ես չէի փակցնի եւ մեր ժողովրդին է խղճում եմ այն մասին, որ հավատում են իրան, ինքը ստախոս է։ Կլինի չկա Հայաստան, թե կա Փաշինյան, այդ պետք է ժողովուրդը տարածի։
Մելի մանիպուլյացիա են անում մարդկանց ուղեղների մեջ, որ վաղից գնան